Մեր գյուղը հիմնադրվել է 1924 թվականին։ Ճիշտ է, մինչ այդ մեր գյուղում բնակավայր եղել է, բնակատեղիներ եղել են, բայց մեր գյուղում հիմնականում երկրից, Արևմտյան Հայաստանից վերաբրածներ են։ Արևմտյան Հայաստանի տարբեր հատվածներից, Ալաշկերտից, Մուշից, Վանից, Էրզրումից, Կարսից եւ Արևմտյան Հայաստանի այլ բնակավայրերից տեղափոխված ընտանիքներ են եղել, որոնք որ նմանացնելով Արևմտյան Հայաստանի ինչ-որ բնակավայրի, այս գյուղի տեղանքը, բնորանը, գյուղին տվել են թավշուտ, շուտ կանաչող, երևի այդ ժամանակ, որ եկել են, կանաչած, չգիտեմ, գարնանային փարթամ բնություն է եղել, դա նկատի ունենալով գյուղին տվել են թավշուտ անունը։ Մեր գյուղի պատմության մեջ կա նաև Թազաքյան, Թազաքենտ, թուրքական այդ անվանումը, դա էլ երևի կապված է եղել նրանով, որ մինչև 1918-20-ական թվականները, ուրեմն թուրքական, չգիտեմ, լեզվի ազդեցությունը մեծ է եղել, եւ մեր ինչպես մեր բառապաշարում եւ ռուսերեն եւ թուրքական բառեր կան, այդ ազդեցության ներքո երևի այդ անվանումը տվել է, ինչպես շատ հայկական բնակավայրերի։ Ձեր գյուղը նաեւ այսպես հաստաշուչ կլիմայով է աչքի ընկնում, հատկապես երկարատև ձմեռներով, հաճախ ասում են Հայաստանի հյուսիսն է այս շրջանը։ Այսպես ինչ հատուկ ավանդույթներով է առանձնանում ձեր գյուղը։ Հատուկ ավանդույթներով։ Մի քանի տարի առաջ մենք մեր գյուղում ուրեմն փորձեցինք, նշեցինք մեր գյուղի 90-ամյա տարելիցը եւ խոստացանք այդ ժամանակ, որ ամեն տարի դրանից հետո հոկտեմբերի 1-ի կիրակին նշելու ենք որպես գյուղի օր, գյուղի հիմնադրման օր, տարբեր պատճառներով, հիմնականում դա էլ ասեմ, երևի թե ներկայիս իշխանությունների անկողության պատճառով այդ տարելի այդ ամյակը չի նշվել, միայն նշվել է 90-ամյակը, դրանից հետո ոչ մի անգամ չի նշվել։ Առանձնահատուկ սովորույթներ, որ կա, այսպես չգիտեմ, ամանորին անպայման բոլորը գրեթե գյուղի բոլոր տները, ընտանիքները մեկը մյուսին այցելում եւ շնորհավորում են, չգիտեմ, դա առանձնահատուկ բան է, մյուս գյուղերում էլ կա, բայց մեր գյուղում էլ առանձնահատուկ, քանի որ գյուղը փոքր է, բոլորը մեկը մյուսին ճանաչում են, բարեդրացիական հարաբերություններ ունեն, ջերմ հարաբերություններ ունեն, անպայման ամանորին այցելում են, միմյանց շնորհավորում են։ Տոնական արարողությունները, հարսանիք է, կնունկ է, ծնունդ է, դրանք անպայման բոլորը, գրեթե բոլորը միասին են նշում։ Չգիտեմ, ինչ հատուկ ավանդույթ։ Ձեր գյուղը դատարկվող գյուղերի շարքում է, շատ է փակված դռները, ինչն է պատճառը, որ մարդիկ հեռանում են գյուղից։ Հիմնականում աշխատատեղերի բացակայությունն է եւ որոշ բաներ, որոնք որ նաեւ, չգիտեմ, անհասանելի են գյուղի բնակչության համար։ Հատկապես իրենց երեխաներին, չգիտեմ, սպորտային խմբակների, երաժշտական խմբակների, այլ, չգիտեմ, այդ նման խմբակների տեղափոխելու համար, մասնակից դարձնելու համար, դա է երևի պատճառը, որ մեր գյուղում կան որոշ ընտանիքներ, որոնք համենայն դեպս զուտ իրենց երեխաների հետագա, չգիտեմ, սպորտային կարիերայի համար, արվեստի ոլորտում զարգանալու համար տեղափոխում են բնակավայրեր։ Եվ առաջիկայում եւս մի խնդիր էլ կա, որը գուցե դառնա պատճառ ոչ միայն մեր գյուղի, այլ նաեւ շատ ու շատ գյուղերի դադարվելու համար, դպրոցների միավորման հետ է կապված։ Մեր դպրոցը, Թավշուտի միջնակարգ դպրոցը, ըստ կրթության զարգացման նոր ծրագրի 2026 թվականից սեպտեմբերից տեղափոխվելու ինչ-որ մի նոր կրթահամալիր, Բավրայի կրթահամալիր։ Եվ դա կարծում եմ դա էլ պատճառ կհանդիսանա հետագայում գյուղի դադարման համար։ Շատերը միգուցե չհամաձայն են իրենց երեխաների տեղափոխման հետ կապված, այդ դժվարությունների հետ կապված եւ միգուցե միանգամից իրենց երեխաները տեղափոխեն քաղաք կամ
չգիտեմ, մեկ ուրիշ բնակավար։ Իսկ որպես մանկավարժ ինչպես եք վերաբերվում դպրոցների միավորվանը, ասում են դա ավելի կրթության որակը կլավացնի։ Դուք ինչ կասեք որպես Կրթության, այո, կրթության որակը լավացնելու համար գեղեցիկ շենքը ճիշտ է, իհարկե շատ հաճելի է գունավոր պատեժ տեսնելը, գեղեցիկ պատեժ տեսնելը, բայց կրթության որակը ոչ թե նոր շենքից է կախված, կրթության որակը կրթության մեջ ներդրվող ծրագրերից է ավելի շատ կախված, դասագրքերի հետ է կապված, ուրեմն ուսուցիչների վերապատրաստումների հետ կարող է կապված լինել, ես չեմ կարծում, որ նոր դպրոց տեղափոխելը կամ դպրոցների միավորումը դա կարող է դառնալ կրթության որակի բարելավման հիմնական գրավական, չեմ կարծում, իմ անձնական կարծիքն է դա։ Իսկ այստեղ արդյոք տեսնում եք միտում։ Շատերը կարծիք են հայտնում, որ սա միտում է գյուղերը դատարկելու միտված, հատկապես խոսքը սահմանամերձ գյուղերի մասին է։ Գյուղերը դատարկելու միտում, հա։ Այո, ինչու՞ չէ, նաև դա էլ է հնարավոր։ Գյուղերը դատարկելու, չգիտեմ, քաղաքներում կենտրոնացնելու Ամենայնիվ չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, դա իշխանության կողմից միտում է թե չէ, բայց որ սխալ քաղաքականություն է, դա միանգամից պարզ է, այև ակնհայտ։ Դա շատ ակնհայտ է, որ սխալ քաղաքականություն է։ Դպրոցների միավորումը դա գյուղերի դատարկման հիմքը կարող է հանդիսանալ ու սկիզբը։ Իսկ որպես պատմության ուսուցիչ ինչ կասեք, երբ դասագրքերը փոխարինվեց հայոցը Հայաստանի պատմություն, այսպես ձևակերպումով բառախաղ են մտցրել, որը այսպես տարակարծություններ է առաջացրել, որպես ուսուցիչ մտահոգիչ է ձեզ համար այդ փոփոխությունը։ Այո, շատ մտահոգիչ է եւ ուրեմն որպես պատմության ուսուցիչ ես համարում եմ, որ դա ամենասկզբից եւ դա հիմնականում սլակը ուղղված է մեր ազգային գաղափարախոսությանը, մեր ազգային հենքին, մեր ազգային մտածողությանը։ Շատ հաճախ են խոսում նորարարական կրթության մասին, բայց նորարարական կրթությունը ես ընդամենը զուտ պատմության առումով նկատել եմ, որ նորարարական կրթությունը դա ենթադրում է ուղղակի ազգային գաղափարախոսության հանում դասագրքերից, ազգային հենքի, ազգային մտածողության վերածում, ազգայինի հետ է կապված ամբողջ խնդիրը։ Հայաստանի պատմությունը ինչն էր խանգարում հայոց պատմության լինելուն, որ դարձրին Հայաստանի պատմություն, ինչ կդա, դա, չգիտեմ, դրանով ինչը կփոխվի։ Իսկ եթե այդ ամեն ինչին նայում ես պատմաբանի աչքով, Հայաստանի եւ հայոցի մեջ, իրենք այս փոփոխության մեջ ինչ ենք շահում, ինչ ենք կորցնում այս փոփոխության մեջ։ Ես անձամբ այսպես եմ մտածում։ Ուրեմն համենայն դեպս, ուրեմն այն անձինք, չգիտեմ, իշխանությունները, այդ փոփոխություններ մտցնողները ավելի շատ հակված են կարծես թե օդարին կամ թուրքին ինչ որ հաճելի բան անելու համար։ Դասագրքերից նախ ասեմ, որ մենք այսօր նաև դասագրքերի խնդիր ունենք։ Այդ փոփոխված անունով անգամ դասագիրքը 10-րդ դասարանում, 11-րդ դասարանում մենք դասագիրք չունենք, թեգուզ եւ Հայաստանի պատմություն անունով դասագիրք չունենք։ Ուղղակի թղթային տարբերակով ինչ որ մոդուլներ է ուղարկվում, որոնք պետք է մատուցվեն աշակերտներին։ Դե եթե դրանք կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության հարցերի կողմից կամ կառավարության կողմից երաշխավորված նյութեր են, կարելի է ուղղակի տվագրել եւ բաժանել աշակերտներին։ Ես նաեւ դրա մեջ եմ տեսնում միտում, որ պետության կողմից, այս ներկայիս իշխանությունների կողմից կա միտում, որ պարզապես չեն տալիս դասագրքեր, որբեսզի իրենք էլ չգիտեն թե դրանք դեռ ինչ է լինելու, դրանց ճակատագիրը ինչպես է լինելու, ինչպես կընդունվի ժողովրդի կողմից, աշակերտների կողմից, ծնողների կողմից, ինչպես է դա ընդունվելու, որ հասկանան նոր վերջնականապես որպես դասագիր պատրաստեն։ Ունեցանք 2023-ին, երբ հետաձգվում էր պատմության դասագրքերը, հետաձգվեց այնքան, մինչև հանձնվեց Արցախը։ Արդյոք նույն սցենարն է այստեղ չի բացառվում։ Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Ամեն ինչ սպասելի է եւ ես հավատում եմ, որ ամեն ինչի կարող են գնալ սրանք։